2026-ին քվեարկում ենք 2026-ին քվեարկում ենք Սիրելի շիրակցիներ, դուք ազատասեր եք, դուք արժանապատիվ եք, երևի Հայաստանի քաղաքականության պատմության մասին գրքերում հավերժ կմնա այն դասը, որը դուք ժամանակին տվել եք Սերժ Սարգսյանին, կհիշեք են, որ Սերժը եկել էր Շիրակ, ասեց 100-ից 60 խփեմ, թե 80 խփեմ, ու դուք այդ ընտրություններին Սերժի գլխին ընեց բամփեցիք, որ Սերժը ստիպած էր երկու արտահերթ ռեյսաներ Մոնտե Կարլո, որ այդ ստրեսից դուրս գար։ Հիմա այս ընտրություններին Սերժը ու Հանրապետական կուսակցությունը չեն մասնակցում։ Մասնակցում է Հանրապետական կուսակցության կալուգական պատենդը, օլիգարխ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը, որի ցուցակի հալալ կեսը Սերժի նվիրյալ հանրապետականներ են։ Սա պատերազմի եռագլուխ կուսակցության միայն մի գլուխն է։ Մյուս երկու գլուխները բոլորիդ հայտնի Քոչարյան Ռոբերտն ու Ծառուկյան Գագիկն են։ Ու այս անունները ինձ թվում է արդեն իսկ բավական խոսուն են։ Չնայած խոսուն բառը սրանց մասին չգիտեմ թե ինչքանով է տեղին, որովհետև դուք դրանց խոսալը լսել եք, ինձ թվում է այս 3 հոգուն Սամվել Կարապետյանին, Քոչարյան Ռոբերտին ու Ծառուկյան Գագիկին հատուկ քաստինգով են ընտրել։ Հայոց լեզվի իմացության մրցույթ են հայտարարել ու վերջից 3 տեղը գրավողներին վեկալել գործուղել են Հայաստան։ Բայց իրականությունը ուրիշ է, ժողովուրդ ջան, իրանց ուրիշ սկզբունքով են ընտրել։ Իրանք ընտրել են այնպիսի մարդկանց, որոնք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն։ Այո, սիրելի ժողովուրդ, այս մարդիկ որևէ կապ չունեն մեզ հետ։ Այս մարդիկ որևէ օրգանիկ կապ չունեն Հայաստանի հետ։ Օլիգարխ Գագիկ Ծառուկյանը 2 տղա ունի, 2-ից ոչ մեկ չի ծառայել։ Քոչարյան Ռոբերտը 2 տղա ունի։ Փոքրը 18 տարեկանում դոլարային միլիոնատեր էր։ Շիրակի տղերքը 18 տարեկանում բանակի պավեստկային ստանում։ Քոչարյան Ռոբիկի տղեն 18 տարեկանում $1 միլիոն էր ստանում։ Սամվել Կարապետյանը ու իր աղբերը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը 4 տղա ունեն։ 4-ից ոչ մեկ բանակում չի ծառայել։ 4-ից ոչ մեկ Շիրակից զորակոչված տղերքի հետ բանակում ձմեռվա առավոտները ֆիզո չի արել, շարք չի կանգնել, շարային չի արել, պոլիգոն չի գնացել, պոստ չի պահել։ Այդ տղերքից ոչ մեկը չգիտեն թե ինչա նշանակում, երբ ուսանողի ուսման վարձը ընտանիքի տարեկան բյուջեի կեսն է կամ դրանից ավելը։ Այդ տղերքից ոչ մեկը չգիտեն թե ինչա նշանակում ու Աստված չանի, բոլորից Աստված հեռու պայ։ Երբ որ ծնողը հիվանդանում է ու մարդը մտնում է վարկերի տակ, մարդը մտնում է պարտքերի տակ, խրվում է այդ պարտքերի մեջ։ Այդ դրանցից ոչ մեկ չգիտի թե ինչա նշանակում այն ուրախությունը, երբ մարդը տարիներ շարունակ ստիպված է եղել հազարավոր կիլոմետրերով խոպան գնա, բայց հիմա արդեն ինքը աշխատում է Հայաստանում ու իր տունը պահում է Հայաստանից։ Իրանք դա չգիտեն, որովհետև իրանք մեր հետ կապ չունեն ու դրա համար է, որ Ծառուկյան Գագիկի տղեն այսօր Հայաստանում չի, այլ Բելառուսում է պահկված։ Կապ չունեն ու դրա համար է, որ այն օրը Քոչարյան Ռոբերտը գլուխ է գովում իրանց հանրահավաքին։ Ասում է, ես այնքան ժողովրդավար էի, որ իմ օրոք ընդդիմադիր Կարեն Դեմիրճյանը չի դատվել։ Դու այ ասել էի ինչ,
Կարեն Դեմիրճյանը քորոք, հոկտեմբերի 27-ից սպանվել է, այս սրիկա, ուզում էիր մի հատ է սպանվելուց հետո դատեիր։ Սիրելի ժողովուրդ, այս մարդիկ մեզ օտար են, այս մարդիկ մեզնից մեկը չեն, ու հենց դրա համար է, որ հունիսի 7-ին գնալով ընտրատեղամաս ու վերցնելով 16 համարի քվեաթերթիկը, դուք քվեարկում եք ոչ միայն քաղաքացիական պայմանագրի օգտին, դուք քվեարկում եք հենց ձեր օգտին, քանի որ դուք այդ մենք ենք, ու մենք այդ դուք ենք, կամ ավելի ճիշտ մենք այդ մենք ենք, որովհետև մենք ձեր որդիներն ենք, որովհետև մենք ձեր եղբայրներն ենք, որովհետև մեր բոլորի ճակատագիրը սեպագրված է Հայաստանի հետ, որովհետև մեր բոլորի համար Հայաստանը պլանանա, պլան բնա, պլան գնա ու բոլոր հնարավոր պլաններն է, որովհետև Հայաստանը մեր տունն է, ոչ թե մեր խոպանը։ Ուրեմն հունիսի 7-ին գրոհեք ընտրատեղամասերը ու 16 համարի քվեաթերթիկների տարափով օտարին ծառայող օլիգարխներին ցույց տվեք, որ այս երկրի տերը դուք եք, որ այս խաղաղության տերը դուք եք, որ ձեր ճակատագրի տերը դուք եք։ Կեցե Գյումրին, կեցե Շիրակը, կեցե Հայաստանի Հանրապետությունը։